Ես ուզում եմ անդրադառնալ կմծակ այդ կառույցի գործունեությանը։ Օրինակ, ունենք տվյալներ, ենթադրենք վերջին 1 կամ 2 տարվա ընթացքում այդ կառույցի կողմից հատկացված վարկային ռեսուրսների հաշվին ինչ արդյունք ունենք, տնտեսական արդյունքն է, չասենք, քանի մարդ է վարկ ստացել։ Այդ հասկանալի է, կարելի ասել։ Ինչ տնտեսական արդյունք եք մենք արձանագրել։ Այն, որ ՓՄՁ ԶԱԿ-ը իսկապես իրականացրել է եւ նախարարությունը նախորդ տարի իրականացրել է մեծածավալ աշխատանք այս ուղղությամբ, կասկածից վեր է, միայն թվերը, որ ներկայացնում են, պատկառելի են եւ ընդ որում դրա 94%-ը մարզային կտրվածքով է եղել։ Այսինքն ընդամենը 5%-ն է, որ Երևանում է ցուցաբերվել։ Սակայն գնահատման տեսակետից մենք այսօր խնդիր ունենք նաեւ կարգավորման եւ վիճակագրության առումով։ Գաղտնիք չէ, որ երկրում այսօր չի իրականացվում հատուկ փոքր ու միջին բիզնեսի առանձին վիճակագրական հաշվառման աշխատանքներ, եւ որի արդյունքում հաճախ նաեւ կարող են խեղաթյուրվել թվեր, փաստեր եւ իրականությունը ներկայացվի գլխի վայր, այսպես ասած։ Հետևաբար վիճակագրության բացակայությունը այսօր հստակ չի կարող մեզ թույլ տալ որոշակի գնահատական հնչեցնել։ Կարող ենք փորձագիտական գնահատականներ հնչեցնել, բայց որը նորից եմ կրկնում, շատ դժվար է համարել պաշտոնական։ Դրա համար ես այս պահին փորձեմ խուսափել պաշտոնական հայտարարություն անելուց, փորձագիտական գնահատականը այն է, որ այս սուբյեկտները ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 65-70%։ Իհարկե մինչև ձեզ է եղել պարոն Մինասյան, դա պարտադիր պիտի ասենք, բայց կարծում դուք որպես նաև մտահոգ քաղաքացի Հայաստանի Հանրապետության այս խնդրով պետք է արդեն հետաքրքրված լինեիք։ Հայաստանում հայտարարվեց բաց երկնքի քաղաքականություն։ Ինչ տեղի ունեցավ դրա արդյունքում։ Ինչ վերլուծություն կա։ Մենք բոլորս գիտենք ինչ եղավ, մի քանի խոշոր ավիափոխադրողներ Հայաստանից հեռացան, միջազգային մակարդակի խաղացողներ, Հայաստանում տոմսերի գինը թանկացավ միևնույնն է, անհամեմատելի է մեր հարևան Վրաստանի հետ, եւ արդյունքում մենք ունեցանք, միջև էդ էլ ունեինք, ես կարծում եմ բաց երկնքի քաղաքականություն հայտարարելը, ես ինքս ազատական լինելով դրա կողմնակից լինելով, կարծում եմ դա իմիտացիայի համար արվեց, որպեսզի լղոզվի, չերևա որ ավիացիան ավիրվել է, ու Հայաստանը որպես պատերազմող երկիր, որպես շրջափակման մեջ գտնվող երկիր, փաստորեն բացի այն, որ ունի ազգային փոխադրող, ավիափոխադրող, այլ նաև որից է քայլ չի արվում հիմնական ուղղությունների հետ կապված, օրինակ, այդտեղ ռուսական կամպանիաների բառացիորեն մոտեցումները, դա գաղտնիք չի, զուտ դեպինգի հետ կապված, շատ ռեսեր հանեցին Հայաստանից։ Եթե մենք իմանայինք գները, նորից եմ ասում, Վրաստանից ու Հայաստանից, ոչ մեկի համար գաղտնիք չի, եւ ձեր բարեկամների մեջ չեք լինեն, որ ավտոմեքենայով մեկնում են Վրաստան, Վրաստանից դեպի Եվրոպա թռչում կամ այլ երկրներ։ Ինչ է արվել, որպեսզի այդ վերլուծությունը մեզ ներկայացնեք նաեւ կուզենայի, եթե կա, եւ արդյոք չեք գտնում, որ այդ բաց երկնքի քաղաքականություն, որը այդքան կարեւոր էր, բայց տենց հայտարարելով ավիրվեց ընդհանրապես, դաշնու գոյություն չունի։ Շնորհակալություն, պարոն Կոկոբելյան, ես հասկանում եմ, որ որպես ընդդիմադիր պետք է ամեն ինչ ավերվածության ներքո ներկայացնեք։ Ես ինքս ընդդիմադիր եմ եղել եւ ես գիտակցում եմ ինչ եմ ասում, պարոն Կոկոբելյան։ Շատ լավ։ Ես նկատի ունեմ գնահատականները, որ հնչեցնում եք, խնդրում եմ մի քիչ ավելի չափելի գնահատական տակ, ավերվածության չափման գնահատականը որն է։ Եթե դուք նկատի ունեք, որ այսօր բաց երկնքի քաղաքականության շրջանակներում մենք ունենք ավելի շատ ավիափոխադրողներ երկրում եւ սպասվում է խոշորագույն օտարերկրյա փոխադրողների մուտք Հայաստան, որի արդյունքում ձեր իսկ կողմից նշված նաեւ գերիշխող դիրք ունեցող ռուսական ավիափոխադրումների համար անհրաժեշտ մրցակցության միջավայր է ձևավորվելու, ես համաձայն չեմ, որ դա ավերածություն է։ Ենթակառուցվածքների զարգացմանը առհասարակ ավիացիայի բնագավառում շատ լուրջ անելիք մենք ունենք։ Ես կարող եմ ձեզ պաշտոնապես ներկայացնել Հայաստանում եւ Վրաստանում ու Ադրբեջանում, նկատեմ Երևան, Թբիլիսի, Բաքու, այս քաղաքներում օդանավակայանների գները մեկ օդանավի հաշվով, որի արդյունքում դուք տեսնեք, որ Հայաստանը ունի առավելություն գների առումով։ Հարցը շատ պարզ է, երբ մենք չենք տիրապետում այդ թվերին, կարող ենք հայտարարել։ Ինչու։ Ես դրա համար եմ ասում,
կուղարկեմ ձեզ, եթե ես իմանայի, որ դուք այստեղ պարոն Կոկոբելյան այդ հարցը կտայք, մի վարքյան էլի, դուք հարցը տվել եք, թողեք ավարտենք։ Պարոն Կոկոբելյան, պարոն Մինասյան, ինձ թվում է դուք իրար հետ ավելի շատ ընդդիմություն եք եղել, քան մենք իրար հետ դիմություն։ Հիմա ես ձեզ ինչ եմ խնդրում։ Ես ձեզ խնդրում եմ հստակ իրար հետ, մենք իրար հետ շատ լավ գործընկերներ ենք, ես ձեզ շատ լավ էլ հասկանում եմ ձեր, այսպես ասած, ցանկությունը, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնենք շատ ավելի զարգացած եւ շատ ավելի մեզ, այսպես ասած, տանելի եւ մեր ժողովրդին արժանավայտ կյանքի եւ արժանապատիվ կյանքի ապահոման հետ կապված։ Ես ձեզ խնդրում եմ շատ հանգիստ Շատ լավ, բայց թողեք ավարտեմ, էլի։ Ես 100% մենք պարոն Մինասյան, դուք անսահմանափակ հնարավորություն եք։ Ես խոստանում եմ ձեզ, պարոն Այվազյան, պարոն Կոկոբելյան եւ բոլոր հանձնաժողովի բոլոր անդամներին ներկայացնել այսօր իսկ կոնկրետ թվային ցուցանիշներ։ Եթե իմանայի, որ այդ հարցը այստեղ կհնչի, որովհետև խոսքը գնում է 30 ոլորտների եւ 30 ոլորտային եւս 25 ենթավոլորտների մասին։ Ես չէի կարող կանխատեսել, թե ինչ հարց է հնչել, դրա համար այսօրվա ընթացքում ձեզ փոխանցեմ ինֆորմացիա նույն ավիացիայի վերաբերյալ, հա, ինչ է կատարվում, թե գնային հարաբերակցությունների առումով եւ թե նաեւ առհասարակ այդ ուղղությամբ անելիքների արվածների եւ անելիքների մասին։ Միանշանակ է եւ ես էլ եմ կիսում այդ տեսակետը, այո, որ հարկային համակարգի բարեփոխումների սկզբունքային հարցադրումը պետք է լինի տնտեսական աճի ու զարգացման խթանումը եւ այս հանձնարարական հավատացեք եղել է թե նախագահի կողմից եւ թե կառավարության քննարկման ժամանակ եղել է հիմնական սկզբունքը բայց հիմա երբ մենք խոսում ենք կառավարության ներսում եղած կառուցվածքային կամ լիազորությունների բաշխման մասին նույնիսկ սահմանադրությունը այսօրվա գործող սահմանադրությունը այդ իրավունքը վերապահում է հանրապետության նախագահին եւ կառավարությանը կառավարությունը դրա համար է որպես միասնական մարմին հանդես գալիս չի կարող կառավարության առանձին գերատեսչությունը այսօրվա կարգավորումների շրջանակում ինքը այլ տեսակետ ունենա, քան կառավարության միասնական տեսակետն է։ Պարոն Մինասյան, նախ բերեք չգնահատենք խնդրում եմ, օրինակ, որ այսօր դա այդպես է, ասեմ հավերվածությունն ինչ է, ես երբեք չեմ փորձում գույներն ավելի սևացնեմ։ Ընդհակառակը փորձում եմ մի քիչ մեղմեմ, որ մեր ժողովուրդն հենց այսքան անկճված է, ասես ծանր վիճակ է, դուք էլ կարծում եմ ներքուստ անկճված եք, որպեսզի ավելի դեպրեսիան չխորանա։ Շատ անկեղծ եմ ասում։ Հիմա ասեմ ինչի նկատի ունեմ ավերվածություն ասելով։ Ավերվածություն ասելով նկատի ունեմ, որ այսօր Հայաստանից կարևորագույն ուղղություններով թռիչքները որը կատարվում է, հայտնի չի, օրինակ կարող է վաղը չէ մյուս օրը հայտարարվի, որ Երևան եվրոպական օրինակ Վիեննա ռեստորանում, օրինակ եմ ասում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող է մի խաղաղացող մտնի ու պարզի, որ որոշել է մի տարի Երևան-Վիեննա ծրի թողնի, էժան, մարդկանց համար ծրի։ Ինչ նկատի ունեմ ավերվածություն ասելով, որ այո, Վրաստանից թռիչքի հետ կապված եվրոպական ուղղություններով տոմսերը ավելի էժան են։ Արդյոք դրանք խոսում փաստեր չեն։ Ավերվածություն ոչ ասենք օտանավակայանը կանգնել է։ Ասում ենք մենք այլևս արտակի ավերվածություն ասելով նկատեմ որ մեր թռիչքուղիները վաճառվել է։ Այսինքն մարշրուտները, այդպես ասեմ որ հասկանալի լինի։ Ու տարբեր տերեր ունեն, հայտնի չի որը որից հետո է։ Ավերվածություն ասելով ուզում եմ ասեմ նա որ ամենաերկամտաբեր ճյուղը միանգամից դարել է ամենավոչ երկամտաբերը պատկերագոյացել։ Դա է նկատի ունեմ, պարոն Մինասյան, ուրիշ բան չեմ ասում։ Իսկ այն մնացածի հետ կապված ես կարծում որ էկոնոմիկայի նախարարությունը իհարկե խոսքը ձեզ չի վերաբերում, միջև այսօր էլ եկած process-ի մասին է խոսքը։ Առնվազն գոնե մեզ պետք է անցներ 3 գերակա ուղղություն, գոնե 3։ Եվ նշեր թե ինչպիսի հնարավորություն դա կտա մեր տնտեսության զարգացմանը։ Թե չէ թվային որ տեսքերով եւ նշում եք որ մարզերին է գնացել, բայց գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը այդ անտերը օպերայի կողքը ծառտունկով չի լինելու։ Պարզ չի որ գնալու աշրջաններ։ Այդ ոլորտը հիմնական գյուղատնտեսության հետ է կապված եղել։ Ուր պետք է գնար։ Խնդրում եմ շատ պատասխանատու արվենք ամեն մեկս մեր հայտարարությունը։ Խոսքը մենք պետք է ճշտենք ավիատոմսերը եւ օդանավակայանի ծառայությունների գները ու ենթակառուցվածքային սպասարկմանը մի քիչ տարբեր բաներ են։ Տեսեք, եթե մենք խոսում ենք մասշտաբի էֆեկտի մասին, ապա չպետք է մոռանանք Թբիլիսիով սպասարկվող ծառայությունների կամ թռիչքուղիների եւ թռիչքների մասշտաբը չպետք է մոռանանք տարածաշրջանային առանձնահատկությունները, այդ թվում նաեւ անվտանգությունը։ Հիմա բաներ կա այստեղից չի կարելի հայտարարել, բայց կոնկրետ իմ կողմից առնվազն էլի, բայց որ զարգացման տեղ ունենք, ոչ ոք չի հերքում։ Սկսած նրանից, որ օդանավակայանում իջնող օտարերկրյացին չպետք է հանդիպի
անտարբեր կամ փող այսպես պահանջող սպասարկողից ավարտված դուրս գալով բարեհամբույր մարդկանց տեսնելու ցանկությունով միանշանակ է, բայց դրա հաստատ մեղավորը բաց երկնքի քաղաքականությունը չի։ Եվ ավարտելով խոսքը ասեմ հետևյալը, գերակայությունների մասին, պարոն Այվազյան, պարոն Կոկոբելյանը էկոնոմիկայի նախարարությանը հիմա մեղադրում է, ասում է գերակայություններ չեք հայտարարում։ Գերակայությունները հայտարարված են։ Պարոն Մինասյան, պարոն Կոկոբելյան, ես ձեզ խնդրում եմ, պարոն Մինասյան, նախ մեղավորը դուք եք։ Օրինակ մյուս նախարարների պես եթե դուք եք, այ մյուս նախարարների պես եթե դուք եք գալացած չեք, շատ աժան կպրծնեք կետայիք։ Տեսնում եք ինչքան լավ է, հա, 80%-ը չեն եք։ Ինչ է եղել։ Կպրծնենք կետայիք, էլի։ Դուք եք մեղավորը, որ եկել եք։ Սկսենք դրանից, մյուս անգամ դուք եք կարակ չգաք։ Չէ, չեմ կարող չգալ, որտեղ ես հարցնում եմ։ Ես գիտեմ պատասխանատվությունը։ Հիմա մի քանի հարց կան։ Եվ երկրորդը դրա համար ես խնդրում եմ, արդեն որտեղ չեմ կարող դիմանալ։ Ինչ է։ Խնդիր, ինչ-որ բան ճիշտ չասի։ Դնում եք շքան լավ է։ Ոչ կարիս են ոչ պատասխան են տալիս։